Փառք Հիսուսին, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ամեն։ Այսօրվա օրը մենք պետք է ընդունենք Տիրոջից որպես նվեր։ Որտեղ այսօրվա օրվան ամենը չի որ արժանացել են։ Ամեն։ Դրա համար ինչքան հնարավոր է սրտիդ գոհությամբ ընդունիր այն ամենը, ինչ որ Տերը տալիս է ինձ եւ քեզ։ Մի հետաքրքիր ճամփորդություն պետք է անենք միասին այսօր։ Շատ կարճ համառոտ խոսքեր, բայց շատ խորացված եւ անձնակնության հետ կապված խոսքեր։ Սովորաբար ամեն մեկից կյանքում պատահում է վերելքներ, վայրեջքներ, բայց բերեք խոստովանվենք, որ ստաբիլ կյանք չկա մեր ոչ մեկից կյանքում։ Եթե չկա վերելք, իմացի որ կա վայրեջք։ Նեյտրալ վիճակ չկա, միջանկյալ գոտի չկա։ Դրա համար ուզում եմ այս օրինակով հասկանանք, թե ինչի համար Հիսուսը այս քայլը դիմեց, ինչի համար Տերը Աստված թույլ տվեց իր որդուն, որ սկզբից անցնի այս ճանապարհով։ Եվ սրանով ուզում եմ կոչս անեմ, որ երբեք չտրտմես, երբեք չխռովես այն ճանապարհի համար, որով ուզում է Տերը ինձ եւ քեզ անցկացնի։ Որտեղ նրա կամքը բարի է։ Մեր պարտականությունն է հետևել Տիրոջ ոտնահետքերին։ Ամեն։ Մենք այսօր միասին կբացենք Մատթեոս ավետարան 4-րդ գլուխ եւ կտեսնենք ինչ ասում մեզ Մատթեոս ավետարանիչը Հիսուսի օրինակով։ Այսօրվա թեման, որ վերնագրել եմ, հետեւյալն է. անապատային ճանապարհ։ Եվ այսօր ամեն մեկս այդ ճանապարհով անցնելու կարիքը եւ անհրաժեշտությունը ունենք։ Եվ այս ինչի համար եմ այս խոսքն ասում, որ ամեն մեկս գիտակցենք, եթե ուզում ենք վերելքներ, եթե ուզում ենք Տերը մեզ բարձրացնի, պետք է նրա հետ մտնենք անապատային ճանապարհի մեջ, որովհետև ամենալավ ասպերանտուրայի միջոցը, որ մարդը հոգևոր ասպերանտուրա անցկենում, դա անապատային վիճակն է։ Անապատային ճանապարհն է, որտեղ ելնում ես դու եւ Աստված, ես եւ Աստված։ Եվ հոգևոր կյանքը հենց կառուցված է այս երկու անձերից՝ մարդ եւ Աստված։ Եվ Հիսուսի օրինակով էսա պետք է տեսնենք, թե Տերը ինչի համար տարվեց անապատ։ Եվ Աստծո խոսքը հետաքրքիր է նկարագրում։ Մատթեոս ավետարան 4-րդ գլուխ առաջի համարից կկարդամ։ Այն ժամանակ Հիսուսը հոգու կողմից անապատ տարվեց սատանայից փորձվելու։ Այնքան հետաքրքիր էր այս երկու հակառակ դրվագները։ Հոգու կողմից սատանայից փորձվելու։ Հիմա դու կասես լավ, իմ կյանքում էլ կարա նման բան լինի, բայց եթե ես հոգու մեջ եմ, ինչի համար պետք է սատանայից փորձվեմ։ Աստված թույլ է տալի, որ այդ ճանապարհներով անցնենք, որովհետև նա մեզ համար բարձունքներ ունի պահած, օրհնություն ունի պահած։ Երբեմն մենք մտածում ենք, դա երբ է, ասեմ երբ է, երբ որ համակերպվես այն պայմանի հետ, որ Տիրոջ հետ պետք է անապատային ճանապարհ անցնես, այդ դրանից հետո սպասում է այդ օրհնությունը։ Եթե դեռ չես անցել այդ անապատային վիճակը, մի սպասի, օրհնություն չկա, նախապայմանն է սա։ Հիսուսը Աստծո որդի, Աստված լինելով, ֆիզիկական մարմնով օրինակ ծառայեց, որ իմ եւ քո ճանապարհը հենց դա է։ Անապատի միջով պետք է անցնենք, որ ցույց տանք, որ մեր Աստվածը անգամ անապատային վիճակի մեջ մեզ չի թողնի։ Ամեն։ Անապատային վիճակը, կարճ ասած, դա այն ամայի վայրն է, որտեղ չկա բնակչություն, որտեղ չկա ապագա, որտեղ չկա կյանք, առանձնացված իրականությունից, ինչ որտեղ ստիպված լինելով Աստծո հետ կապ ունենալ, որտեղ այնտեղ ոչ ինտերնետ կա, ոչ էլ մարդկություն կա։ Ես եւ Աստված, դու եւ Աստված։ Եվ հենց այդ անապատային վիճակի մեջ է, որ մեր միտքը սկսում ավելի կենտրոնանալ։ Մեր սիրտը ավելի սկսել բացվել, որովհետև այլ ընտրանք չկա։ Անապատային վիճակի մեջ մարդը սկսում է ինչ որտեղ ստիպված, բայց լինել անկեղծ, թափանցիկ Աստծո առաջ։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, դու քեզ պատասխանի, որ ճանապարհի մեջ ես դու հենց հիմա։
հանգիստ, այն հարմարավետությունն է ստեղծե, որ դուրա գալի քեզ, թե պատրաստ ես սրտիդ մեջ որոշում կայացնես, որ Տիրոջ հետ անցնես անապատային ճանապարհով։ Նախապայմանը հետևյալն է. հեշտ բան չկա։ Լավ բանին մարդը պետք է միշտ գին վճարի, բայց այս պարագայում, եւ որ հարցը գնում է հավիտենության մասին, Պողոսի պես մենք բոլորս պետք է ասենք, ամեն ինչ համարում եմ որպես թե աղբ հանուն Քրիստոսի։ Եվ նայեք ինչ է ասում խոսքը, շարունակական խոսքը։ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։ Գիտեք ինչու՞։ Որտեղ նա էլ մեր պես ֆիզիկական մարմնի մեջ եւ Աստծո խոսքն ասում է Հիսուսը նույն մարդն էր, պարզապես նրա մեջ ապականություն չկար, նրա մեջ մեղքի հատկությունը չկար։ Նա խոսում էր, որ մարդը կարա ֆիզիկական մարմնի մեջ լինել կատարյալ, ոնց որ Պողոսն էր օրինակը։ Նա խոսում էր նրա մասին, որ մենք կարող ենք երկրի վրա ապրել երկնային արժեքներով։ Աղոթքը դա սովորական առօրյա օգտագործվող չարքուչն է, որ դու ամեն օր խփում ես քո խնդիրներին, քո փոքր խնդիրներին։ Իսկ ծոմապահությունը լեռան պես կանգնած այն հոգսերն է, որով մենք դրա միջոցով կարողանում ենք հասնել հաղթության։ Թող Աստված օրհնի այսօր ինձ եւ քեզ, որ մենք ծարաված սրտով ենք եկել իր առաջ, գոհությամբ ենք եկել նրա առաջ, որտեղ Աստծո խոսքը մուրճ է, որ իմ եւ քո կյանքում կջարդի, կփշրի այն կարծրատիպերը, որը տարիներ շարունակ խանգարել են մեզ։ Եվ ամենամեծ թշնամին սատանան չի։ Ամենամեծ թշնամին ինքներս մենք ենք, որ որոշում չենք կայացնում։ Ես չեմ հավատում այնպիսի քրիստոնյա լինի, որ որոշի Աստծո հետքերով քայլի ու սատանան նրան խանգարի։ Չկա այդպիսի մարդ։ Իհարկե կան անապատային փորձություն, չմոռանանք։ Բայց հիշենք Հոբի օրինակը, որ երկրի վրա նման օրինակ ես չեմ լսած։ Անցավ անապատային փորձություն, տառապանքներ, բայց հետո տեսանք ինչ, Աստված բան ուներ ապացուցելու նրա անձով։ Այսօր թող Աստված օգնի, որ ես եւ դու են վստահելի անոթները լինենք նրա համար, որ իմ եւ քո սուրբ կյանքի վրա Աստված սատանային մարտահրավեր նետի։ Մենք այնպիսի պատասխանատու անձիկ լինենք մեր սրբությամբ, մեր ապաշխարությամբ, վստահաբար խոսի սատանայի հետ եւ ասի քեզ թույլ եմ տալի գնա այսինչ անունով անձի փորձության մեջ գցի։ Իմացի Աստված ունի սահմաններ, հոգու ոլորտը պատկանում է Տիրոջը։ Նրա մեջ սատանան գործ չունի։ Մնացած ամեն ինչը Աստված պատրաստ է տանի անապատային փորձություն փորձելու ապացուցելու համար, բայց հոգին պատկանում է Տիրոջը։ Եվ այսօր իմ եւ քո պայքարը երկրի վրա հենց հոգու փրկության համար է։ Նայեք ինչ ասում շարունակության մեջ։ Ծոմ պահելուց հետո եւ որ քաղց ազգում, ասում է սատանան մոտեցավ նրան։ Գիտես երբ է սատանան առիթ ունենում մոտենալու, երբ որ մենք կարիքների մեջ ենք։ Եվ որ մեր ուշադրությունը այդ խնդիրներն է։ Եվ որ մենք կենտրոնանում ենք կարիքի վրա, ոչ թե Աստծո ծրագրերի վրա։ Ամեն դեպքում, սիրելի քույր եւ եղբայր, սատանան մոտենալու է, բայց հարցը ունի երկրորդ երես։ Կհաղթի, հաղթության կհասնի, թե ոչ, դա պայմանավորված է իմ եւ քո որոշումից։ Հիսուսին էլ մոտեցավ սատանան, որպեսզի փորձի, եւ տեսնենք ինչ հարցերով ուզեր նա փորձի։ Առաջի բանը, որ նրան ասեց, հետեւյալն է։ Եվ փորձիչը նրան մոտենալով ասեց. Եթե Աստծո որդին ես, ասա որ այս քարերը հաց դառնան։ Գիտեք, երբ ասեց այս խոսքերը սատանան, եւ որ արդեն Հիսուսը ֆիզիկապես զգում էր այդ հացի կարիքը իր մեջ, իր մարմնի մեջ, եւ հենց այդ ժամանակ մոտեցավ եւ սատանան առիթ օգտագործեց։ Դու սոված ես, իհարկե սոված էր, 40 օր մարմինը հյուծվում է, չէ՞, ջրազուր կա լինում։ Եվ սատանան կարծես բերեց այն նախապայմանը, որը Հակոբն եւ Եսավը արեցին այդ քայլը։ Եսավը հոգնած եկավ տուն, Հակոբը
հոգևոր մարդ էր, իր սրտի մեջ հոգևոր արժեքը ամենաբարձրն էր։ Եվ որ եկավ տուն Եսավը, ասավ հաց տուր, ճաշ տուր, ես էլ ուտեմ, ասավ մի պայմանով։ Երբ որ քո հոգևոր անդրանիկությունը ինձ կտաս, այդ ժամանակ ես քո մարմնավոր կարիքներին կարեկից կլինեմ, քո սովը կբավարարեմ։ Այս ճաշը շատ լավ բան է, բայց ինձ համար հոգևոր արժեքն ավելի լավ է։ Բեր փոխանակենք։ Եվ տեսնում ենք ինչ, Եսավը ավելի գնահատեց նյութականը, ժամանակավորը, անցողիկը, Հակոբը գնահատեց մնայունը, հավիտենականը եւ անապականացուն։ Եվ ինչ կատարվեց։ Արդեն Եսավը հետո հասկացավ, թե ինչ արել, բայց արդեն ուշ էր։ Սիրելիս, քանի ժամանակն է, քանի դեռ ունենք ժամանակ, հնարավորություն, եկեք մեր հոգևոր արժեքները չփոխանակենք մարմնավորի հետ։ Հավիտենականը չփոխանակենք ժամանակավորի հետ։ Որովհետև Աստված ինձ ու քեզ տալիս է հոգևոր արժեքներ։ Եվ մեր մարմնավոր արժեքները հոգևորի հետևանքներն են։ Եթե հոգու մեջ ակտիվ ես, Աստծո գործի մեջ ակտիվ ես, իմացի, որ քո առօրյա կյանքն էլ պետք է ակտիվ դասավորվի, որովհետև նրանք հետևանքներն են հոգու։ Եվ որ սատանան ասավ, եթե Աստծո որդին ես ասես քայլեր հաց դառնան, այստեղ մի հատ հարց եմ ուզում տալ։ Սատանան չգիտեր, որ Հիսուսը Աստծո որդի է։ Հիսուսը եւ որ հարություն առավ, հարությունից հետո ասաց հետեւյալ խոսքերը. Ուր է մահ քո խայտոցը եւ ուր է գերեզման քո հաղթությունը։ Եվ ասում է քաջալերվեք, ես հաղթել եմ աշխարհին։ Եվ Հիսուսը ֆիզիկապես եւ որ հայտնվեց անապատում, միգուցե սատանան ախորժակ էր պահում, որ հերթական հաջողության կհասնի, բայց ի հակառակ իր կարծիքների Հիսուսը տվեց հետևյալ պատասխանը։ Նա պատասխանեց ու ասաց. գրված է. ոչ միայն հացով է ապրում մարդը, այլ այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս։ Եվ որ նայում ենք Եբրեցիս 4:12-ը, այսպես ասում. Աստծո խոսքը, որ երկսայրի սրից էլ կտրուկ է, թափանցում է, հոգու, շնչի ոլորտը, այդտեղ ինքը իր գործն անում է, այ Աստծո խոսքը այդքան խորանում է մեր կյանքերի մեջ եւ իր գործը կատարում է։ Դեղեր կան, որոնք նպաստում են անմիջապես արյանը։ Ներթափանցում են անմիջապես արյան մեջ, ներարկվում են արյան մեջ։ Դեղեր կան, որ պարզապես մաշկի տակ է մնում եւ ժամանակ է պետք, որ նա ներծծվի օրգանիզմի մեջ։ Իսկ Աստծո խոսքը անմիջապես ազդում է իմ եւ քո կյանքի ամենաարժեքավոր բաներին։ Ինչի խնդիր որ ունես եւ ազատագրման կարիք ունես, ասա Տեր քո խոսքն եմ ուզում իմ կյանքի համար, որպես դեղ, թող գա իմ սրտի մեջ բժշկություն բերի, թող գա իմ հոգու եւ շնչի ոլորտում զատում բերի։ Երբեմն մենք մեր շնչավոր քայլերով եւ մեր շնչավոր մտածելակերպով խանգարում ենք Տիրոջը, որ ինքը իր փառավոր գործը ճիշտ եւ ժամանակին իրականացնի։ Եվ ասում է, երբ որ Հիսուսը տվեց այս պատասխանը, սատանան հասկացավ, որ նյութականով հնարավոր չի խաբել։ Ինչ անեմ։ Եվ նա չէր կարող բավարարվել մի քայլով, որովհետև նրա նպատակն է խաբի, թալանի, սպանի, նրան ունն է տա, բանսարկիչ, բանսարկու, խաբեպա, չէ, գող, այո, ստության հայր, եւ այդ ստից է ամեն ինչը սնվում, սուտը արմատն է, եւ այդտեղից արդեն ճյուղավորում է բոլոր բացասական բաները, եւ սատանան չհանգստացավ, փորձեց երկրորդ քայլն անի, տեսավ, որ Հիսուսը ավելի արժեք է տալի Աստծո խոսքին, քան մարմնավոր կերակուրին, փորձեց երկրորդ քայլն անի, եկեք նայենք հաջորդ խոսքը, 5-րդ խոսք, 4-րդ գլխի 5-րդ խոսքը, այն ժամանակ սատանան նրան տարավ սուրբ քաղաքը, տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց ու նրան ասաց, նույն հարցը, եթե դու Աստծո որդին ես, ախր գիտի, որ Աստծո որդին է,
Բայց սատանայի հետ զուգահեռ միշտ կասկածը կա, ժողովուրդ իմացեք։ Այն ինչի մեջ ավելի համոզված ես, չէ՞, այն ինչի որ մեջ անկասկած ունես այդ պատասխանը, անգամ դրա մեջ սատանան կասկածա բերում։ Եթե դու Աստծո որդին ես, ինչ ես ուզում սատանա հերթական անգամ։ Քեզ ցած նետիր, որովհետև գրված է. իր հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի եւ նրանք քեզ ձեռքերի վրա պիտի բարձրացնեն, որ երբեք ոտքդ քարին չզառնես։ Սատանան որտեղից գիտեր Աստծո խոսքը։ Հա? Ասма գրված է։ Այդ գրվածքը որտեղից գիտեր սատանան։ Որովհետև նա ծանոթ է հին ուխտին։ Սատանան ծանոթ էր Մովսեսի գրված օրենքներին։ Եվ այդ գրվածքը առիթ համարելով փորձեց գրվածքով ներխուժել մարդկանց սրտերը։ Եվ նա նպատակը նա չէր, որ խոսքով մեզ կերակրի, նա նպատակը նա էր, որ Աստծո խոսքով մեզ շեղի։ Սա ինչի համար է մեզ շեշտ է դնում։ Երբեմն Աստված խոսքի մեջ ներկա չի, բայց մենք գիր ենք մատուցում իրար։ Եվ այդ գրի մեջ Աստծո խոսքն ասում է մահ կա։ Եվ այդ գիրը սպանում է, երբ որ դրա մեջ Աստված ներկա չի։ Բայց երբ որ մենք խոսքը մատուցում ենք հոգու առաջնորդությամբ, այդ խոսքը գիտես ինչ է դառնում, այն խոսքը, որ նոր կարդացինք Եբրեցիս թղթերի, կենդանի է եւ զորեղ։ Եվ ի զորու է փոխել մեր մարմնավոր կերպարը, հոգևորի։ Եվ մեր ժամանակավոր քայլերը կարող է ուղղորդել դեպի հավիտենականի։ Եվ ինչ արեց Հիսուսը այս հարցից հետո։ Տեսենք ինչ է պատասխանում։ Ով է համաձայն, որ այս գրվածքը կար հին ուխտի մեջ։ Առաջինը եւ որ ասավ մարդ ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո բերանից դուրս եկած խոսքով, սա գրված է օրինաց գրքի մեջ։ Իսկ երկրորդը եւ որ ասում է քեզ ցած գցի, որովհետեւ քո գրված է որ հրեշտակներին պիտի պատվիրի, սա գրված է 91 Սաղմոսի մեջ։ Հին ուխտը կարծես սատանան բերում է, գիտեք ում է ներկայացնում, ով որ նոր ուխտի աղբյուրն է, ով որ վարակույրն է, հնից դեպի նորը գնալու, ով որ կամուրջն է, ով որ միջնորդն է։ Ես կասեի, որ հենց այդտեղ միամտություն արեց սատանան, որ չհասկացավ, թե ում դեմա դուրս եկե։ Եվ Հիսուսը պատասխանեց հետևյալը։ Հիսուսը նրան ասավ. դարձյալ գրված է, Տիրոջը քո Աստծուն չփորձես։ Այսօր աշխարհը ին եւ քո նկատմամբ մի ռազմավարություն ունի։ Դե եթե քո Աստվածը հզոր է, դες ինչ քայլն արա։ Ինչքան էլ համոզված լինես, որ Աստված իրոք հզոր է եւ նա քո Տերն է եւ նա ունի քո պատասխանը, մի անի այդ քայլը։ Եթե նրա մեջ մարդկային փրկություն չի լինելու, եթե այդ քայլը չի փառավորելու Աստծուն, իր խոսքը նույն կերպ ոնց որ սատանան է օգտագործում Հիսուսի դեմ, այն նույն ձևով մենք նրա խոսքը կօգտագործենք Հիսուսի դեմ։ Հիսուսի խոսքը իր դեմ, եթե մենք չենք գործածում ճիշտ եւ ժամանակին եւ նրա առաջնորդությամբ, դա դառնում է զենք, որ մենք դուրս ենք գալի Աստծո դեմ։ Մեր պայքարը դա է, մեր նպատակը դա է, մեր երկրավոր առաքելությունը դա է։ Պողոսի պես պետք է ասենք, բարի պատերազմը պատերազմեցի։ Բայց ինչ պատերազմի մասին է խոսքը, որ մենք իսկի դեռ լսածել չենք դրա մասին։ Ինչ մնաց հաղթենք։ Ժամանակն է մտնենք պայքարի մեջ։ Եվ ժամանակն է, որ խոսքը որպես զենք ունենանք միշտ մեր կյանքերում, մեր ձեռքի մեջ, մեր բերանի մեջ, դավանանքի մեջ, մեր սրտի մեջ։ Որտեվ դա է, որ մեր կյանքերը ապահովագրում է։ Եվ որ ասավ քո Տեր Աստծուն պիտի չփորձես, սատանան հասկացավ, որ գործերը լուրջ է։ Ինչ անի։ Լավ ասավ մի քայլ էլ անեմ ու արդեն պարզ կլի ինչ անեմ։ Եվ նա անցկացավ երրորդ քայլին։ Գիտեք փորձություններն ունի փուլեր։ 3 փուլային փորձություններ գոյություն ունեն կյանքում։ Եվ նայենք ինչ ասում 8-րդ խոսքը։ Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ։ Դրանից առաջ ուր էր տարել։ Բարձր աշտարակի վրա։
Հիմա էլ տանում է շատ բարձր լեր։ Երբեմն մեզ սատանան ցույց է տալի բարձունքներ, որը մերը չի։ Պարզապես ցույց է տալի, որ ինձ եւ քեզ գայթակղի դրանով։ Եվ նա անընդհատ իմ եւ քո մեջ, քո հետ, իմ եւ քո հետ առևտրի մեջ է մտնում։ Արի ես քեզ տամ ժամանակավորը, դու այդ հավիտենականը թող։ Արի ես քեզ տամ հացը, ֆիզիկական հացը, բայց դու թող Աստծո խոսքը որպես հաց։ Արի ես քեզ փորձեմ, դու մի հատ քեզ տեղի ցած գցի, նոր նրանից հետո པարզ կլինչ կլի, բայց եթե ցած ընկնենք, հարցա, էլի կբարձանանք թե չէ։ Ավելի լավ է չփորձենք։ Կարճ եւ կոնկրետ պատասխան։ Եվ ասում է նրան տարավ Հիսուսին տարավ բարձր լեռան վրա եւ ասաց նրան. այս ամենը կտամ քեզ։ Ինչի համար սատանան ասավ այդ ամենը կտամ քեզ։ Նա ինչ իրավունք ուներ։ Տվել էր իրան, չէ՞ Աստված։ Իշխանություն էր տվել։ Եվ քանի որ սատանան ուներ հնարավորություն, իշխանություն այդ ամեն ինչի վրա, նա փորձեց գործածել Աստծո որդու նկատմամբ։ Եվ Հիսուսի օրինակով մենք հասկանում ենք, որ այսօր էլ մեր նկատմամբ է այդ ռազմավարությունը գործում։ Գայթակղության ռազմավարությունը, որ մեր կյանքերից հեռացնի հավիտենականը եւ խափի մեզ ժամանակավորով։ Եվ ինչ է կատարում, նայենք խոսքին։ Այս ամենը կտամ քեզ, եթե առջևս ընկնես, երկրպագես ինձ։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. հեռու գնա սատանա, որովհետև գրված է. քո Տեր Աստծուն կերկրպագես ու միայն նրան կպաշտես։ Այդ ժամանակ սատանան նրան թողեց եւ ահա հրեշտակների մոտ եկան ու ծառայում էին նրան։ Հոգևոր կյանքի ամբողջ նպատակը երկրպագել Աստծուն եւ երկրպագել սատանային։ Ուրիշ տարբերակ չկա ժողովուրդ։ Եթե մենք չենք երկրպագում Աստծուն, երկրպագում ենք ինքներս մեր արժեքներին եւ ավտոմատ ինչ է դառնում։ Մենք մեզ պաշտելով, եսասիրությունը պաշտելով, մեր արժեքները պաշտպանելով, ավտոմատ գնում ենք ոչ թե Աստծուն երկրպագության, այլ գնում ենք սատանայի երկրպագության։ Չգիտեմ ինչքանով ես համաձայն, բայց Աստծո խոսքը այսպես ասում. այն ինչ որ մարմնավոր է, շնչավոր է եւ դիվական է։ Առաջի փուլը նա է, որ մարդու համար սովորական բան է։ Երկրորդ փուլը վտանգավոր է եւ որ նա մտնում է մեր շնչի ոլորտը։ Երրորդը արդեն դատապարտելի է, որտեղ նա հայտնվում արդեն սատանայի դաշտում։ Դրա համար այսօր թող Աստված ինձ եւ քեզ օգտագործի եւ օգնական լինի, որ այն ինչ որ ինքը տալիս է մեզ, չփոխենք ոչ մի արժեքների հետ։ Սատանան ամեն ինչը ցույց է տալի գույնս գույն։ Եվ եթե այսօր ուզում ես երեխուն ինչ որ ուշադրություն գրավես, նրան ցույց տու գունավոր բաներ։ Միանգամից կգրավես նրա ուշադրությունը։ Աստծուն չճանաչող անփորձ քրիստոնյաները այսօր հաճախ խաբվում են նրա ցույց տված գունավոր արժեքներով, որի մեջ մահ կա։ Բայց այսօր Տերը դրա համար չի ինձ ու քեզ սահմանել։ Այս օրինակով նա ցույց է տալի, որ դու կհայտնվես անապատային վիճակի մեջ, բայց ես քո ձեռքը բաց չեմ թողնի։ Եթե ուզում ես օրհնվես, եթե ուզում ես բարձրանաս, եթե ուզում ես հասնես Տիրոջ որոշված մակարդակներին, համակերպվիր ես պայմանագրի հետ։ Եվ ասա Տեր, ես ուզում եմ քեզ հետ գալ անապատ։ Անապատը այնտեղն է, որտեղ անձ չկա։ Եվ այսօր ամենամեծ արժեքը երկրի վրա Աստծո համար անձն է։ Եվ այդ անձը դու ես։ Եվ այդ անձը ես եմ։ Եվ նրա պայքարը սատանայի հետ միշտ պայքարը իմ եւ քո անձի փրկությունն է։ Թե ինչ կերպ, ինչ ճանապարհով, որ ժամանակների մեջ, դա թող որոշի Աստված։ Միայն մեզ պետք է համակերպվենք, որ Տեր, թեկուզ իմ կյանքը այս պահին անապատային վիճակ է, թեկուզ դառնա, թեկուզ մեկուսացած է, բայց շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ քեզ հետ հաղորդակցվելու, շնորհակալ եմ, որ իմ սիրտը բացելու հնարավորություն ունեմ, եւ Պողոս առաքյալը մի լավ բան ասում։ Ասում է մենք նրա առաջ բաց նամակների պես ենք։ Գիտես ինչ է նշանակում դա։ Որ կարդացվում ենք նրա աչքերով, նրա աչքերի առաջ մենք կարդացված ենք։
Մեր անցյալը, ներկան եւ ապագան արդեն Տերը կարդացել է եւ գիտի մենք որտեղից ենք եկել, ուր ենք գնում եւ որն է մեր նպատակը գնալու։ Փառք Տիրոջը սրա համար սիրելի Աստծո ժողովուրդ, ուզում եմ որ կենտրոնանանք Հիսուսի օրինակին եւ խոսքը որպես պատասխան ունենանք միշտ մեր կյանքերում։ Դավանանքը շատ կարևոր բան է։ Եվ որ դու դավանում ես, որ դու ին վրա իշխանություն չունես, դա դու ճանապարհ ես բացում Տիրոջ համար, որ նա գա եւ այդ խոսքի դռնով իմ ու քո կյանքը երաշխավորի եւ փրկի։ Բայց եթե չկա մեր կյանքում խոսքի պաշտպանություն, մենք վտանգված ենք։ Գիտես որ գոյություն ունի երաշխավորված կյանք։ Հիմա կասես այդ որն է։ Աստծո հետքերով քայլերը երաշխավորված են Աստծո կողմից։ Պետք է հենց այս քայլերի վրա մի հատ բան պատմեմ։ Ասում եմ մի անձնավորություն իր նեղ ճանապարհով գնալուց ալնում եւ Հիսուսը նրան ասում է հետևիր իմ քայլերին, ես ոտքս որտեղ դնեմ, դու էլ այդ նույն հետքերով հետևիր ինձ։ Պայմանավորվում են եւ ճանապարհ են ընկնում։ Եվ որ հանդիպում են ավելի նեղ ճանապարհի, որովհետեւ երկու հոգին անհնար անցնի իրար կողք կողքի։ Հանկարծ այս անձնավորությունը նկատում է, որ երկու զույգ ոտքի փոխարեն ընդամենը մեկ զույգ ոտնահետ կա։ Եվ ասում է Տեր, փաստորեն դու ինձ թողել ես, հա։ Եվ Տերն ասում է ինչի՞ց ես հասկացել։ Դու ասում ես ընդամենը նայում եմ, տեսնում եմ երկու ոտնահետ։ Եվ հասկանում եմ, որ ես արդեն մենակ եմ մնացել։ Եվ գիտեք որն է Տիրոջ պատասխանը։ Ասում են ոտնահետքերը, որ դու տեսնում ես, դա քոնը չի, դա իմն է։ Ասում է, բա ես ուր եմ։ Ասում է, դու իմ գրկի մեջ ես։ Հիմա հասկացավ Տիրոջ նպատակը որն է։ Նա երբեք չի թողնելու։ Ասում է, եթե անգամ քեզ քո կատ տվող մայրը քեզ անգամ թողնի, ես չեմ թողնի։ Երաշխիքը նա է, որ մենք ինչքան սիրում ենք Աստծուն, ինչքան փորձում ենք նրան մոտենալ, մեր կյանքը դառնում է երաշխավորված։ Տերն ասում է, ես քեզ հետ եմ։ Ես քեզ հետ եմ եւ ուզում եմ հարց տամ, բացի Աստծո ներկայությունից, ինչ արժեքների ես սպասում, քան նրա ներկայությունն է։ Միայն նրան։ Դավիթը 73 Սաղմոսի մեջ ասում է. ով ունեմ ես երկնքում, եւ քեզանից բացել ոչ մեկին չեմ ուզում Տեր, ոչ մեկին։ Որովհետեւ ամենամտերմիկ հարազատն է, մի օր երես կթեքի։ Բայց Տերն ասում է, ես քեզ բնավ չեմ թողնի։ Փառք Տիրոջը սրա համար, սիրելի Աստծո, դու օրհնված ես։ Եկեք ոտքի վրա գանք եւ նրան ասենք, շնորհակալ ենք քո խոսքերիդ համար, սիրելի Հայր։